Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, որ ասեցիք այս 7 տարվա մղձավանջ, հիշեցի, որ այդ մղձավանջում բան էիք, դուք նախարար էիք, դա ձեր համար մղձավանջ էր, թե չէ, բայց հիմնական հարցս այլ է։ Դուք բանավեճը նայեցիք, արդյոք այնտեղ օրինակ կար քաղաքական խոսք, կար գյումրեցին հուզող հարցերի վերաբերյալ հստակ լուծումների առաջարկում, թե ավելի շատ այսպես թաղային մակարդակի խոսակցություններ էին։ Գիտեք, ես չեմ ցանկանա հիմա գնահատական տալ բանավեճի մակարդակի մասին, ցավոք սրտի քաղաքական բանավեճի մշակույթը, որը պետք է խոստովանենք, երբեք Հայաստանում բարձր չի եղել, բայց երբեք այդքան ցածր չի եղել, ինչ որ այսօր։ Իմ ճաշակի մասին եթե հարցնում եք, ես կցանկանայի, որ մի քիչ ավելի խորը վերլուծություն լիներ եւ մի քիչ ավելի առարկական լուծումներ լինեին, բայց եթե քաղաքականը այն էր, ինչ որ ես լսեցի իրենց սարիկին, որը մինչև այդ էլի մի քանիսի սարիկն է եղել, այդ ատելության խոսքը, այդ սուտը, որով որ գնում էր Ղարաբաղում ծառայելու տնեցիները տխրում էին, իսկ ինքը այդ մարդիկ, այդ հերոսները, ովքեր Գյումրիի պանթեոնում որ ուղարկավորված են, իրենք ինչ գնացել են այնտեղ որպեսով հենց նենց են մահացել, հանուն ոչինչի են մահացել։ Դա անընդունելի է, կրկնում եմ, ստեղ միայն Գյումրիի խնդիրը չի, դա ամբողջ երկրի խնդիրն է։ Այս մաղձը կվերածվի, կվերանա մեր երկրից, թե կշարունակվի։ Իսկ ձեր առաջի այդ հարցի հետ կապված բավականաչափ ծանր էր, բայց այն կառավարման համակարգը, որը փլուզվեց եւ այդ 4 ամիսը, որոնք կային, ես ձեզ ասեմ, մեղմ ասած երանելի չէին, հա, որ նամակները գնում էին եւ կորում էին, եւ կառավարության աշխատակազմի ղեկավարը գրություն էր ուղարկում գյուղատնտեսության նախարար, որտեղ այնտեղ գյուղբարներ ընդհանրապես տեսնում առանց տակը կարդալու, որ ինչ որ մեկը գյուղում սոցիալական օգնություն էր խնդրում։